Արդեն գործազուրկ կլիրել, այնպես որ քո մտավախությունը անհիմն է։ Լավ, արդեն հասկացա։ Եթե էլի հարցեր կունենաս, անմիջապես դիմիր ինձ։ Եղավ, պարոն Վարդանյան։ Իսկ հիմա տիկին Սեդան, անցնենք ամենակարևոր մասը։ Ես խոստանում եմ և երդվում եմ իմ բոլոր սրբություններով, երբ զբաղեցնեմ գործադիր տնօրենի պաշտոնը, քեզ անմիջապես նշանակեմ գլխավոր հաշվապահ։ Իսկ ես, պարոն Վարդանյան, իմ կողմից խոստանում եմ, ես ամեն ինչ կանեմ, որ գործող տնօրենը ազատվի իր զբաղեցրած պաշտոնից։ Ապրես, քիչ էր մնում համբուրի քեզ։ Դե մեզ հաջողություն։ Հաջողություն անցեք ձեր պարտականություններին։ Եղավ, պարոն Վարդանյան։ Ապրես։ Բարի խիղճ աշխատող ունենալ լավ բան է։ Գնացքեսա ու այս գինը։ Բարեցես, Տիկին Ադամյան։ Ես ոնց հասկանում եմ, քեզ համար իրոք ճուշանալը մեծ խնդիր է, հա? Համարյա անհնար է։ Լավ, ինչ արած։ Կարևորը, որ դու լավ ես աշխատում ու հաշվետվությունը ժամանակին ներկայացնում ես։ Ես շատ շնորհակալ եմ ձեզնից, որ իմ դրության մեջ դուք մտնում եք։ Իսկ Սեդան ուրա չգիտես։ Չի եկել Տիկին Սեդան։ Չի եկել, ինչի, այստեղ պիտի կանգնած լինեի, որ եկած լիներ։ Դե ես ճիշտ ասած տեղյակ չեմ հասկանում ինչի պետք է ուշանար, ինքը երբեք չի ուշանում, կարող է մի բան եղել է։ Իսկ ես ոնց որ թե հասկանում եմ։ Հա? Ինչու՞։ Գնա աշխատի մանե, որ հանկարծ եկավ կասես գա ինձ մոտ։ Սա Աշոտ Վարդանյանի վերջին աշխատանքային օրն էր, որպես փոխտնօրեն։ Իսկ դա նշանակում էր, որ Սեդան իր սև գործը հիանալի էր կատարել։ Երկու շաբաթ առաջ, երբ Վարդանյանն իր աշխատասենյակում զրուցեց Սեդայի հետ, իսկ դրանից հետո, երբ Ադամյանին վատաբանող նամակները դադարեցին հայտնվել տնօրենի գրասեղանին, բոլորը հասկացան, որ այդ անանուն նամակների հեղինակը հենց Սեդան է։ Սակայն դա շատ քիչ էր մտահոգում Սեդային, քանի որ ընդամենը մեկ օր անց նա հասնելու էր իր բաղձալի նպատակին, նշանակվելու էր սույն հիմնարկության գլխավոր հաշվապահ։ Բարև մանեջան։ Հարաս ես, բայց երևի ես առաջին դեպքն էր, որ ուշացաք։ Իմ ամբողջ կյանքում ձեզ չէի տեսել ուշացող կարգավիճակում։ Ես այսօր էլ չեմ ուշացել մանեջան։ Բայց ոնց հասկանամ։ Պետք էլ չի որ հասկանաս։ Երբ ես աշխատանքի եկա,
էլի ուշացած։ Դե տիկին Ժաննային հանդիպեցի դրան մոտ։ Էլի սպառնաց, որ կհեռացնի աշխատանքից, հա։ Ոչ, ընդհակառակը։ Նա մտավ իմ դրության մեջ։ Օ, փաստորեն Ժաննան բարիացել է։ Այո, եւ ես դրա պատճառը շատ լավ գիտեմ։ Եվ պատճառը այն է, որ արդեն 2 շաբաթ է, ինչ այդ անանուն նամակները էլ չկան։ Երևի։ Ոչ թե երևի, այլ հաստատ։ Հա, իմիջայլոց Ժաննան ասեց, որ երբ գաք անցնեք իր մոտ։ Հա, այդպես էլ ասաց։ Հա, բայց ինչ եք զարմանում։ Դե կփոխանցես տիկին Ժաննային, որ եթե ուզում է ինձ տեսնել, թող ինքը գա ինձ մոտ։ Լսեք, տիկին Սեդա։ Ինձնից հասնում էր, որ Ժաննայի ասածը փոխանցեմ ձեզ։ Ես դա արեցի։ Մնացածը ձեր գործն է։ Մանե, դու նրա խոսքերը փոխանցեցիր, որովհետև նա քո վերադասն է, չէ՞։ Իսկ ես քեզ հետ հավասար աշխատակից եմ, ճիշտ է։ Այո, ճիշտ է։ Լսիր, սիրունիկս, ես քեզ ինչ խորհուրդ կտամ։ Աշխատիր սրանից հետո ինձ հետ բարեհամբույր լինել։ Եղավ։ Ես միշտ էլ ձեզ լավ եմ վերաբերվել, տիկին Սեդա։ Ոչ միշտ, սիրունիկս։ Այս 2 շաբաթվա ընթացքում դու լրիվ քո վերաբերմունքը փոխել ես իմ հանդեպ ու ասեմ դեպի վատը։ Մենակ թե հակառակը չպնդես։ Իսկ դուք նույն կերպ չէիք վարվի։ Ոչ, որովհետև ես քեզանից ավելի խելացի եմ։ Հա, ինչից վերցրիք։ Ի տարբերություն քեզ, Մանե ջան, ես ավելի լավ եմ մտածում իմ ապագայի մասին։ Եք ուզում վերցնեք։ Իսկ դու ինչպես ես կարծում։ Լսեք, տիկին Սեդա, ձեզ հետ ինչ-որ այսօր չեմ հասկանում ինչա կատարվում։ Ալո։ Այո, տիկին Ադամյան։ Ես փոխանցել եմ։ Դե լավ կլինի, որ ես հիմա լսափողը փոխանցեմ իրեն, դուք զրույց։ Չէ, ես իրոք փոխանցել եմ, տիկին Ադամյան։ Լավ։ Մանե, ոնց հասկանում եմ, դու իմ բարի խորհուրդը չես ուզում լսել։ Լսեք, թողեք աշխատեմ, լավ։ Լավ, կթողնեմ, աշխատիր։ Շտապում ես, Սեդա, շատ ես շտապում։ Սխալվում ես, Ժաննա։ Ես շատ ճիշտ ժամանակին անում եմ այն, ինչ ինձ պետք է։ Դու երևի մոռանում ես, հա, որ իմ ենթակայության տակ ես աշխատում։ Հիմա ինձ դու ոչ մի վնաս չես կարող տալ։ Ինչի։ Որովհետև դու շատ լավ գիտես դրա պատասխանը։ Քեզ թվում է, որ Վարդանյանին քեզ նման գլխավոր հաշվապահ է պետք, հա։ Այո, թվում է։ Եվ դա այդպես էլ պետք է լինի։ 8 տարի միասին աշխատել ենք։ 8 տարի։ Ու դու չես ամաչում քո արարքների համար։ Անձամբ ես քո դեմ ոչինչ չունեմ, Ժաննա։ Ուղղակի դու ակամայից հայտնվել ես իմ ճանապարհին, դու ինձանից մի նեղացիր։ Չնեղանամ։ Ինչ անեմ։ Շնորհավոր եմ։ Միշտ ապիր, դեռ կհասցնես։ Դու ահավոր կին ես։ Գիտես, այս 8 տարիների ընթացքում ես միշտ շատ լավ կարծիք եմ ունեցել քո մասին։ Միշտ հարգել եմ քեզ։ Բայց դու առանց ամաչելու նայում ես աչքերիս մեջ ու ստորաբար ինձ ասում ես, որ ամեն ինչ արել ես, որ ես կորցնեմ իմ աշխատանքը։ Մենակ թե առանց վիրավորանքների։ Ես քո հանդեպ ոչ մի վիրավորական խոսք չեմ ասել, Ժաննա։ Ավելի լավ ասեիր, քան անեիր այն ինչ արել ես։ Լսի, Ժաննա։ Ժաննա չի։ Տիկին Ադամյան։ Դու իմ ենթակայության տակ ես աշխատում, մի մոռացի։ Դեռ, իսկ վաղվանից հակառակը կլինի։
Քեզ թվում է, որ ես պիտի աշխատեմ քո ենթակայության տակ, հա? Ես քեզ ընտրության հնարավորություն կտամ, Ժաննա, կներես Տիգին Ադամյան։ Մեծահոգի ես։ Դու շատ սարսափելի վատ կին ես։ Վատ մարդ։ Հասկացար։ Հիմարի մեկը հիմար։ Տանել չեմ կարողանում, երբ մարդը իր լավն ու վատը չի կարողանում տարբերել։ Չես աշխատի, դուրս կշպրտվես։ Հիմա գործազրկությունը այնքան շատ է, որ կգնաս կլրացնես նրա տեղը, ով քո փոխարեն կգա ու իմ ենթակայության տակ կաշխատի։ Հիմար լկտի մեկը։ Ախ Աստված ջան, երբ կգա վաղը, որ տեսնեմ, թե քեզ ոնց է դու շպրտում ես հիմնարկությունից։ Լկտի մեկը։ Բարև ձեզ, պարոն Վարդանյան։ Բարև ձեզ։ Անցեք նստեք։ Ես հրավիրել եմ ձեզ, որպեսզի մեկ ընդմիշտ լուծենք գլխավոր հաշվապայի հարցը։ Որպես գործադիր տնօրեն ես իհարկե իմ որոշումը կայացրել եմ։ Որպես ղեկավար անձ, ուզում եմ ասել, որ ես ունեմ իմ կարգախոսը, որին հետևում եմ և շարունակելու եմ հետևել։ Դա հետևյալն է. ազատվել այն մարդկանցից, ովքեր կփորձեն ինձ վնաս պատճառել։ Հիմա ասենք մեր խնդրին։ Տիկին Ժաննա, ուզում եմ ձեզ շնորհավորել։ Դուք այս պահից սկսած շարունակելու եք աշխատել մեր հիմնարկի գլխավոր հաշվապահ։ Շնորհակալ եմ։ Ինչ ասացիք։ Իսկ դու, Տիկին Սեդա, ազատված ես աշխատանքից, քանի որ հանդիսանում ես շատ վտանգավոր անձնավորություն։ Ես կարող եմ գնալ։ Իհարկե, անցեք ձեր պարտականությունները։ Շնորհակալ եմ։ Դու նույնպես կարող ես գնալ։ Դու ինձ խոստացել էիր։ Դու երդվել էիր քո բոլոր սրբություններով։ Տիկին, ազատեք իմ աշխատասենյակը։ Ես ինչ արեցիր, այդ տակամ։ Դուրս եկեք, Տիկին։ Դու իմ շնորհիվ տնօրեն դարձար, իմ շնորհիվ։ Եթե չես ուզում խայտառակ լինել ամբողջ հիմնարկով, ուրեմն հենց հիմա դուրս գնա։ Դու սրբություն ես։ Դու աշխարհի ամենաստոր մարդն ես։ Հալա ինձ մոտ ուղարկիր մեր անվտանգության աշխատակիցներին։ Դու պատասխան ես տալու սրա համար։ Իմացիր, պատասխան ես տալու։ Այդ տականք։ Դուրս։ Պատասխան ես տալու։ Կարգախոսս չլսեցի։ Տականք։ Հիմարկի։ Հալա ադբոյ։ Այդ քեզ գի։ Դա քեզ փորձանք է պայելու, ինչա։ Եվ։ Գլխավոր հաշվապահ։ Նրան տեսեք լավ։
Աշոտ Վարդանյանի արարքը Սեդայի հանդեպ շատերը կբնութագրեն որպես ստոր քայլ։ Իսկ ինչպես կբնութագրեն նրանք հենց նրա Սեդայի արարքը։ Իհարկե նույն կերպ։ Իրականում Սեդան ստացավ այն, ինչին արժանի էր։ Նա ցանկանում էր Ժաննային տեսնել գործազուրկների շարքում, սակայն այդ շարքում հայտնվեց հենց ինքը։ Այս պատմությունը դաս է նրանց համար, ովքեր փորձում են նողկալի ճանապարհներով տիրանալ մի բանի, որն ուրիշին է պատկանում։ Այդ կերպ նրանք կորցնում են նույնիսկ այն, ինչ ունեին։